Վերջերս շատ լավ հարց հնչեց, թե ինչքանով է մետաղները հետաքրքիր ներումային ակտիվ, գուցե իրանք ավելի քիչ ռիսկային են, ավելի պահպանողական, արդյոք դա այդպես է թե չէ, մի հատ թվերին նայենք, օրինակ եթե վերցնենք ամենատենց ավանդական պահպանողական ոսկին, որը կոչվում է safe haven, այսինքն ներումային ակտիվ, ոսկու մեջ ստանդարտ շեղումը, ռիսկը մոտավորապես 17.5% է եղել տարիների ընթացքում, այսինքն 20 պլյուս տարիների ընթացքում, S&P 500-ում նույն այդ տատանողականությունը եղել է մոտավորապես 16%, 16.1%, եկամտաբերությունը S&P-ում 9.9%, ոսկում 9.8%։ Այլ մետաղներ էլ ավելի բարձր տատանումներ են ցույց տալիս, օրինակ արծաթը շատ ավելի բարձր տատանողականություն ունի կամ ռիսկ, քան ոսկի։ Եթե գնանք հետ 2008-9 թվականի ֆինանսական կրիզիսի ժամանակ ոսկին ընկավ մոտավորապես 40-50%-ով ամենաբարձր կետից, այս պահին ոսկին ամենաբարձր կետից ընկել է 20% պլյուս, հա։ Նենց որ այդ առումով նույնիսկ մետաղները բավականին ռիսկային կարող են լինեն։ Հիմա եթե խոսենք զուտ բանի ոսկու մասին, այստեղ կա այլ բավականին հետաքրքիր հատկանիշ ոսկու մեջ, որը օգնում է պորտֆելներին, այսինքն նույնիսկ եթե տատանումների ռիսկը ավելի բարձր կարող լինեն, իր կոռելացիան կամ որ ցածր է արժեթղթերի կամ բաժնետոմսերի հետ մասնավորապես, շատ լավ պորտֆելի համար կարա ներումային ակտիվ եւս լինի, որտեղ կոռելացիաները ցածր են ու ըստ դրա դիվերսիֆիկացիայի մասով մենք կարողանում ենք ոսկին ունենալով պորտֆելում նվազեցնել պորտֆելի ընդհանուր ռիսկը։ Հուսամ սա օգտակար է ինչ-որ ձևով եւ կապ մեջ իհարկե հարցեր լինեն կամ դիտարկումներ, միայն ուրախ կլինենք կապ մեջ։